վերջին հարցն ամեն հրապարակում եղավ, որ ԵԿՄ-ն սրում է, Սասուն Միքայելյանն էլ ասում են ինչ-որ թեմաների մեջ է, ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նախագահ է ուզում դառնալ, Տեսեք, Միքայելյան Սասունը գեղացի տղա, գնաց է կռվել է, ազատագրել է, մասնակցել է ազատագրմանը, Վազգենի հետ էլ ընկերություն արել, ու այդ ամեն ինչը ուրացել է 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության ժամանակ։ Միքայելյան Սասունի մասին խոսելուց պետք է ուղղակի հիշել մեկ նախադասություն, որ այս հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատագրումը։ Այդ մարդու մասին մի նախադասությամբ ամեն ինչ ասված է, դա մեկ։ Երկրորդ, ԵԿՄ-ն հիմնադրել է Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև բանակի հիմնադրումն ա եղել, ազատագրական պայքարի մեր մարտիկները, մեր հերոսները, Արցախի հերոսները հիմնադրել են բանակ, հետո այդ բանակը պահել է պետություն, ստեղծել ենք մի ամբողջ հանրապետություն, կանոնավոր բանակով, ԵԿՄ-ով ունեցել ենք նաև հաղթանակներ տարբեր տարիներին, տարբեր, չգիտեմ, ասենք ժամանակահատվածներ, ներառյալ նաև Քարորյան։ Հիմա ԵԿՄ-ից հրել է ինչի մասին է, որ եւս մեկ անգամ այս մարդիկ արձանագրում են, որ չեն սիրում հաղթանակներ, ԵԿՄ-ն երկրապահ ընդհանրապես երկրապահները ինչի մասին, ովքեր որ պահում էին մեր սահմանները, ովքեր որ պահում են մեր սահմանները ու պետքա պահեին մեր սահմանները։ Դուք հասկանում եք, այս մարդիկ շարունակում են այն իրանց թեզերը ու այն գործողությունները, որ մեզ պետք չի հաղթանակներ, մոռացեք Վազգենին, մոռացեք Մոնթեի պայքարը, մոռացեք Արցախը, որ մի կտոր հաց ավելուտեք։ Այս ամեն ինչը դրա մասին է։ Առավել եւս, եթե ԵԿՄ նախագահ Միքայելյան Սասունն էր, ուրեմն պետք է ասենք, որ այդ կառույցը չէր գործում։ Եթե այդ կառույցը գործեր, մենք այդ ամեն ինչը կտեսնեինք, կզգայինք, այնպես որ Միքայելյան Սասունի համար հայոյանքը օրհնանք է, Միքայելյան Սասունի համար հեղափոխությունը կարևոր է Արցախյան ազատագրական շարժումից, որը որ հիմք է դրել մեր ընդհանրապես պետության գոյությանը, հետագայում բանակաշինությանը, ինչպես նշեցի, որով որ մենք ունեցել ենք պետություն եւ հաղթանակներ, այնպես որ այս առումով ես կարծում եմ երկրապան ինչ եղավ Սասուն Միքայելյանին, ինքը արդեն չէր գործում, նենց որ ինքը դե ֆակտո կար, բայց դե յուրե չէր գործում, այնպես որ այս առումով զարմանալու եւս ոչինչ չկա։ Նենց որ այս թիմը, քաղաքացիական կամ պայմանագիր թիմը պարտության մասին է, հանձնումների մասին է, փող ուտելու մասին է, կոռուպցիայի մասին է, խայտառակության մասին է, գերիների եւ քաղբանտարկյալների մասին է ու ընդհանրապես հայի արժանապատվության ոտնահարման մասին է։ Նենց որ լինի Սասուն Միքայելյանը կամ լինի երկրապահ մեր երկրապահները թեր չլինեն, քանի երկրի ղեկին Նիկոլ Փաշինյանն է ու իշխանությունը ձևավորումա քաղաքացիական պայմանագրի թիմակիցներից, մենք ունենալու ենք հերթական խայտառակությունը, դուք սպասեք նրան, որ տեսեք վեհապարը արդեն ազգային ժողովը չի օրհնելու, չէ, այս առանց օրհնանքի գնալու է, այս ազգային ժողովը դուք սպասեք ինչ իրադարձություններ է լինելու, ցավով եմ ուզում նշեմ, որ մինչև մյուս ընտրություններ միգուցե արդեն կնունքներն ու հարսանիքները եկեղեցում սահմանափակումներով լինի, բաց խաչը չկարողանանք կրել Հայաստանի Հանրապետությունում, օրինակ նման օրինակ կա Ֆրանսիայում, կարող եք հետագայում նաև ճշտել ստուգել, որ կան աշխատատեղեր այնտեղ, որտեղ որ բաց չես կարող խաչ կրել, որտեղ կրոնական սահմանափակումներ կան եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք մի ճանապարհ ենք բռնել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ որ վաղը մյուս օր այս եկեղեցու հետ կապված բռնաճնշումների արդյունքում վաղը ասելու են եկեք սահմանափակումներ լինի, մի քիչ կնքվեք, մի քիչ խաչակնքվեք, այդ խաչը խի ավզից ոնց են, չէ, հարցնում։ Նորմալ չի, չէ, որ հարցնում են խիչ է զով է։ Վաղը մյուս օր նորմալ չի, չէ, որ հարցնեն այդ խաչը խի է վզիտ կամ խի ես խաչակնքվում կամ ես եկեղեցում դու ինչ գործ ունես։ Էս է իրավիճակը։ Ոչ թե պետքա համակերպվել այս իրավիճակի հետ, այլ պետքա չհամակերպվել այս իրավիճակի հետ։ Պետքա պայքարել, պետքա չհանձնվել։ Մեր ազգի պատմությունը չհանձնվելու մասին է։ Մենք վերապրել ենք ցեղասպանություն, մենք եւս մեկ ցեղասպանության ականատես եղանք 23 թվականին Արցախի Հանրապետությունում։ Մենք չենք հանձնվում։ Մենք հայերս հանձնվելու հետ ոչ թե սեր չունենք, այլ հնարավորություն չունենք։ Հանձնվելու մասին չի հայը։ Մենք քրիստոնյա հայերս Աստծո ժողովուրդ ենք։ Ու մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, ինչքան որ պետք լինի, ինչքան անհրաժեշտություն լինի, որ ունենանք Հայաստանի Հանրապետություն,
որ Հայաստանի Հանրապետությունը ունենա պետականություն եւ սուվերենություն եւ ունենանք հայրենասեր, հայրենիքը գնահատող երկրի ղեկավար։